Ռուսաստանի փոխվարչապետը դեպի Եվրոպա քայլող Հայաստանին առաջարկում է հաշվի առնել, որ այդ միությունն էլ քայլ է անում փոխելու իր բնույթը տնտեսականից վերածվելու ռազմաքաղաքականի։ Օվերչուկը շեշտում է, Հայաստանը չի կարողանա միաժամանակ երկու ինտեգրացիոն միավորումների կազմում լինել։ Նկատի ունի ընտրությունը հստակ է կամ։ Երևանը պետք է ընտրի կամ Հյուսիս ԵԱՏՄ կամ Արևմուտք Եվրոպա։ Հետևաբար, ըստ Օվերչուկի, ընտրությունը համալիր կլինի հաշվի առնելով հենց Եվրոպական միության փոփոխականությունը։ Հայերը պատրաստ են միանալ ռազմաքաղաքական միությանը, որն այժմ շատ ագրեսիվ է տրամադրված Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Հնարավոր է հայերը նույնպես ստիպված լինեն իրենց տալ այս հարցը։ Ամեն դեպքում, իհարկե, բազմիցս ասվել է, որ մեկ կամ մյուս ինտեգրացիոն միավորման օգտին ընտրությունը միշտ հայ ժողովրդի ընտրությունն է։ Մեկ կամ մյուս ինտեգրացիոն միավորման օգտին ընտրություն կատարելու խնդիր Հայաստանի իշխանությունների ձևակերպմամբ հիմա նույնիսկ չկա մեր առաջ։ ԵԱՏՄ-ից դուրս գալու միտք էլ անցնող օրերին Մոսկվայում ազգային ժողովի նախագահը արտգործնախարար Լավրովի հետ հանդիպմանը ձևակերպեց. Հայաստանը չի պատրաստվում որևէ քայլ ձեռնարկել իրենց դեմ։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, մենք չենք կարծում, որ պետք է այնտեղից դուրս գանք։ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ կապերով եւ Հայաստանում այլընկալում չկա։ Երևանը հիմա շահագրգռված է Ռուսաստանի հետ կապերով, ինչպես բանաձևեց խորհրդարանի խոսնակը, բայց հիշեցնեմ, օրերս Սերգեյ Լավրովի ղեկավարած գերատեսչությունից Բրյուսելի Հայաստանից հակառուսական կուրս պահանջելու վերաբերյալ նշել էին, որ ինչ-որ պահի այն անպայման լինելու է, նամակը գալու է։ Թեպետ ըստ ռուս դիվանագետ Մասլենիկովի, Եվրոպայի բոլոր պահանջների բավարարումը նույնիսկ չի երաշխավորում, որ անդամակցության մանդատն անպայման կտան։ Որոշակի փուլում ցանկացած տեխնացու երկրից Բրյուսելը սկսում է լիակատար համերաշխություն պահանջել իր արտաքին քաղաքական գծի հետ, որն այսօր բացահայտ հակառուսական է։ Իսկ փորձագետ վերլուծաբանների գնահատականներն ավելի խիստ են, ոչ թե պարզապես հակառուսական գիծ, այլ քաղաքագիտության պրոֆեսորի ձևակերպմամբ Արևմուտքն այսօր Ռուսաստանին ընկալում է նույնիսկ որպես թշնամական բևեռ։ Մոսկվայի դեմ արտաքին քաղաքական կուրս որդեգրելու պահանջով թուղթը կգա Երևան։ Մասնագետի խոսքով ոչ միայն մենք, այլև յուրաքանչյուր երկիր հավաքական Արևմուտքին հետաքրքիր է այնքան, որքան ունակ կլինի ընդդեմ Հյուսիսի կանգնել։ Հետևապես նամակ չստանալու տարբերակ չկա։ Իսկ երբ Ընդայնման ոչ մի ծրագիր մոտակա երևի մի 30-40-50 տարում Եվրոպական միությունը չունի, բայց դա չի նշանակում, թե Եվրամիությունը բաց է թողնելու առիթը իր ազդեցությունը տարածելու այն երկրներում, որոնք որ Հայաստանի նման ձգտում են դեպի Եվրամիություն։ Մեր խորհրդարանը հիշենք նաև, որ ընդունել է Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը, սակայն ըստ փորձագետների Հայաստանի եվրոպական քայլերի հեռանկարը դեռ անորոշ է։ Միևնույն ժամանակ դարձյալ ըստ մասնագետների գնահատականի ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական դիմակայության պայմաններում մեր երկրի յուրաքանչյուր քայլ դիտարկում են ավելի լայն ռազմաքաղաքական համատեքստում։ Էդվարդ Պողոսյան, ժամը լրատվական։